Սպորտի և մշակույթի քաղաքը Գյումրին բարեկամության այգում այս տարի ևս հյուրընկալեց հայ-չեխական բարեկամական հոկեյի հանդիպումը։ Արդեն երկրորդ տարին է Հայաստանի ազգային հավաքականի և Չեխիայի ազգային հավաքականի հետ միասին Չեխիայի տեսփանատան աջակցությամբ և նաև նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք հայ-չեխական բարեկամական հոկեյի խաղ, որը նպատակ ունի ամրապնդել հայ-չեխական բարեկամությունը, ինչպես նաև սպորտաձևի հանրայնացումն ու հանրահռչակումը։ Չեխիայի տեսփանատան աջակցությամբ Գյումրու բարեկամության այգում իրականացվող այս սպորտային նախաձեռնությունը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտային պատասխանատուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և բազմաթիվ գյումրեցիների։ Միջոցառմանը ներկա են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Վերջիններս բարձր գնահատեցին նախաձեռնության շարունակականությունն ու դրա կարևորությունը հայ-չեխական համագործակցության զարգացման գործում։ Անցած տարի սկսեցինք այս ավանդույթը և շարունակելու ենք, որպեսզի գյումրեցիները սեփական աչքերով տեսնեն, ինչ է սառցահոկեյը։ Ես իսկապես սիրում եմ Գյումրին, այն Հայաստանի իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Այստեղ եղել եմ մոտ 20 կամ 30 անգամ, և ամեն անգամ, երբ գալիս եմ, ինչ-որ նոր բան եմ բացահայտում։ Եվս մեկ ուրախալի օրերից է, որտեղ մեր համակարգացիները կարող են ուրախ ժամանակ անցկացնել, ինչու՞ նաև փորձել չեխական կերակուրը, տեսնել չեխական մշակույթը։ Բարեկամության այգու սկզբունքներից է ձևավորել ամուր գործընկերային կապեր ինչպես սպորտով, այնպես էլ մշակույթով։ Ուստի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու Չեխիայի ազգային ուտեստներից գուլյաշը, ինչպես նաև մասնակցելու հայկական ազգային բարերին։ Մշակութային հատվածը միջոցառմանը հաղորդեց ջերմ և միավորող տրամադրություն, վերածելով այն ոչ միայն մարզական, այլև մշակութային տոնի։ Բարեկամության զբոսայգու կոնցեպտի մեջ ամենաառաջնայինը դրված է եղել պետությունների և ազգերի երկխոսությունը և ամրապնդումը, բարեկամական ամրապնդումը, ինչը նաև հետագայում որոշակի ներդրումների և նաև որոշակի հնարավորությունների մեծ հարթակ կարող է դառնալ։ Մասնակիցները նշում էին, որ նման ձևաչափով միջոցառումները լավագույն հարթակն են ժողովուրդների միջև շփման և փոխադարձ ճանաչողության խորացման համար։ Սպորտը այս դեպքում դարձավ բարեկամության ամրապնդման գործուն միջոց։ Անցյալ տարի իսկապես լավ խաղ տեղի ունեցավ, ինձ թույլ եկավ, իսկ այս տարի ցառույցը շատ ավելի լավ տեսք ունի։ Այսպիսով այս տարի շատ ավելի լավ ակնկալիքներ կան։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, լեռներով և լավ մարդկանցով։ Հայաստանի և Չեխիայի հավաքականների անդամները մեծ ոգևորությամբ արձանագրեցին, որ կարողացել են այս սպորտաձևը բերել Գյումրի և նպաստել դրա հանրահռչակմանը։ Ուզում ենք մենակ փոխանցենք բարձր տրամադրությունը, որ այսօրվա երեկոն անցնի շատ լավ, ուրախ։ Էսի երկրորդ տարին է, ու դա Աստված ամեն տարի մենք ցենց հավաքվենք։ Կարծում եմ այսօր հոկեյն ավելի շատ հանրահռչակելու կարիք ունի ընդհանրապես Հայաստանում հոկեյը զարգացնելու համար։ Այդ պատճառով մենք պետք է մարդկանց այստեղ ոգևորենք։ Տեսնում եք, շուրջ բոլորը հետաքրքրված են դրանով, դրա համար էլ կարծում եմ, սա պարզապես տոն է։ Սառցադաշտում բարեկամական հանդիպումն անցավ դինամիկ և դիտարժան պայքարով, արագ փոխանցումներով, սուր գրոհներով և թիմային բարձր ոգով։ 11-8 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը, սակայն երկու թիմերն էլ ընդգծեցին, որ խաղի գլխավոր արդյունքը ձևավորված ամուր ընկերությունն ու համագործակցությունն է։ Այսպիսով երկրորդ տարին անընդմեջ Գյումրու բարեկամության այգին հյուրընկալեց հայ-չեխական բարեկամական հոկեյը, ստեղծելով բարձր տրամադրություն։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան այսօր